Դու կարծում էիր, թե Աստված լռում է, որ երկինքը փակվել է, աղոթքներդ գնում էին դեպի դատարկություն, իսկ ցավը պարզապես ցավ էր, առանց իմաստի և առանց վերջի։ Բայց ես քեզ կասեմ մի բան, որը չես սպասում լսել։ Այս ողջ ընթացքում քեզ չեն պատժել, քեզ պատրաստել են, և այն, ինչի համար քեզ պատրաստել են, ահա կհայտնվի քո կյանքում։ Լսիր ուշադիր, այն, ինչ հիմա լսում ես, պատահականություն չէ։ Դու այստեղ ես ոչ թե այն պատճառով, որ սխալ կոճակ ես սեղմել։ Դու այստեղ ես, որովհետև հենց այս րոպեին քո կյանքում ինչ-որ բան պատրաստ է փոխվելու, և այս պատգամը նախատեսված է անձամբ քեզ համար։ Ես գիտեմ, թե ինչպես էր դա։ Դու լաց էիր լինում մթության մեջ և կարծում էիր, թե ոչ ոք չի տեսնում։ Դու աղոթում էիր և ի պատասխան լսում էիր միայն լռություն։ Դու ամեն առավոտ ստիպում էիր քեզ վեր կենալ, չիմանալով, թե հանուն ինչի։ Եվ ինչ-որ տեղ ներսումդ բնակություն էր հաստատել մի լուռ ու սարսափելի հարց. իսկ եթե ես պարզապես չկամ նրա ծրագրերում։ Հենց այս հարցի մասին եմ ուզում խոսել։ Սա քեզ հանգստացնելու համար արված հաճոյախոսություն չէ։ Սա սիրուն բաղեր չեն քո ինքնասիրությունը շոյելու համար։ Սա հանդիսավոր հայտարարություն է բխող երկնքի սրտից։ Եթե մինչև վերջ կարդաս, քո կյանքը դրանից հետո այլևս երբեք նույնը չի լինի։ Դու անցել ես այնպիսի բաների միջով, որոնք կկոտրեին շատերին։ Լրջորեն մտածիր այս մասին։ Հետնայիր այն փոթորիկներին, որոնք մեկը մյուսի հետևից թափվում էին քեզ վրա։ Դրանք ճակատագրի պատահական հարվածներ չէին։ Դա նպատակաուղղված հարձակում էր, ճշգրիտ, դաժան, մեթոդական։ Հոգևոր փոթորիկներ, որոնց վերջնական նպատակը մեկն էր՝ ջնջել քեզ, կոտրել, ամբողջությամբ ոչնչացնել, որպեսզի քեզնից ոչինչ չմնա, բացի մի դատարկ մարդուց, ով ժամանակին հավատում էր։ Բայց նայիր քեզ այսօր, դու չես ընկել, դու այստեղ ես, դու շնչում ես, դու լսում ես, և սա ինքնին արդեն հրաշք է, որը բացատրություն է պահանջում։ Դու լաց էիր լինում մթության մեջ և կարծում էիր, թե ոչ ոք չի տեսնում։ Դու աղոթում էիր բացարձակ լռության մեջ, և թվում էր, թե խոսքերը հալվում են սառցե դատարկության մեջ, ոչ մի տեղ չհասնելով։ Դու շարունակում էիր անել հաջորդ քայլը, երբ դերսումդ ամեն ինչ գոռում էր. կանգնիր, հերիք է, այլևս ուժ չկա։ Դու ընտրում էիր հավատարմությունը, երբ դա ոչ մի օգուտ չէր բերում։ Դու ընտրում էիր ազնվությունը, երբ սուտը դռներն ավելի արագ կբացեր։ Դու մնում էիր, երբ հեռանալն ավելի հեշտ կլիներ։ Եվ հենց դա փոխեց ամեն ինչ։ Ամեն մի արդյունք նկատվել է, ամեն մի ծանր քայլ գրվել է։ Ամեն մի ընտրություն, որն արվել է վերջին ուժերով այն պահին, երբ ոչ ոք չէր նայում, հաշվի է առնվել այնպիսի ճշգրտությամբ, որին ընդունակ չէ ոչ մի մարդկային դատարան։ Տերը ոչ մի վայրկյան հայացքը չի թեքել, նա նայում էր, նա տեսնում էր։ Եվ քո անհավանական տոկունությունը հենց նոր ազատ արձակեց մի բան, որը չի ենթարկվում մարդկային ոչ մի նկարագրության։ Նույնիսկ հրեշտակները քարացան։ Սա փոխաբերություն չէ։ Հոգևոր չափման մեջ գոյություն ունեն մակարդակներ, հավատքի մակարդակներ, հասունության մակարդակներ, վստահության մակարդակներ։ Եվ մարդկանց մեծամասնությունը երբեք չի հասնում այն մակարդակին, որտեղ դու հիմա գտնվում ես։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք քեզնից թույլ են, այլ որովհետև նրանք տարածությունից դուրս էին գալիս ավելի շուտ։ Նրանք կանգ էին առնում այնտեղ, որտեղ դու շարունակում էիր գնալ։ Նրանք թուլացնում էին ձեռքերը այնտեղ, որտեղ դու նորից բարձրացնում էիր դրանք։ Եվ երկինքը, որը տեսել է այդ ամենը, հիմա զարմացած է։ Ոչ թե նրանով, թե որքան տաղանդավոր ես, որքան խելացի, գեղեցիկ կամ հաջողակ, այլ նրանով, թե որքան հավատարիմ ես։ Նրանով, որ դու շարունակում էիր հավատալ, երբ հավատալու ոչ մի տեսանելի պատճառ չկար։ Հիմա հասկացիլ ամենակարևորը, այն ինչի համար ասվում է այս ամենը։ Այն ամենը, ինչ քեզ պարտություն էր թվում, պաշտպանություն էր։ Այն փակ դռները, որոնց դու նորից ու նորից բախվում էիր, մտածելով, թե քեզ հետ ինչ-որ բան այն չէ, դա մերժում չէր, դա ուղղության փոփոխություն էր։ Տերը փակում էր այդ դռները ոչ թե այն պատճառով, որ դու բավարար լավը չես, այլ որովհետև դրանց հետևում չկար այն, ինչ քեզ իրականում վիճակված է։ Նա տեսնում էր այն, ինչ դու չէիր կարող տեսնել։ Նա գիտեր, թե ուր է տանում այդ ուղիներից յուրաքանչյուրը, և նա քեզ հետ պահեց այն ճանապարհից, որը լավն էր թվում, բայց քոնը չէր։ Այն կորուստները, որոնք քեզ աղետ էին թվում, ռազմավարական մաքրում էին։ Աստված հեռացնում էր քո կյանքից այն ամենը, ինչը չէր դիմանա քո ապագայի ծանրությանը, այն մարդկանց, այն կապերը, այն հանգամանքները, որոնք լավ էին քո նախկին տարբերակի համար, բայց կդառնային խարիսխ, երբ քեզ պետք լիներ վերսլանալ։ Եվ այո, դա ցավոտ էր, շատ ցավոտ, որովհետև ցավալի է կորցնել այն, ինչին կապված ես, նույնիսկ եթե դա քեզ պահում էր հատակին։ Այն լռությունը, որը դու ընկալում էիր որպես լքվածություն,
վիրահատություն էր։ Երկինքը քեզ հետ կատարում էր խորը, նուրբ, անտեսանելի աշխատանք։ Ամեն դավաճանություն սրեց քո ժամանակային կանխազգացումը։ Հիմա դու կարողանում ես մարդկանց միջից տեսնել։ Միայնության ամեն պահ սովորեցրեց քեզ երկրպագել առանց հանդիսատեսի։ Հիմա քո հավատքը ծափահարությունների կարիք չունի։ Ամեն անգամ, երբ քեզ չէին հասկանում, քո ինքնությունը ավելի ու ավելի էր արմատավորվում ոչ թե ուրիշի հավանության մեջ, այլ մի շատ ավելի ամուր բանի մեջ, այն բանի, որը չի փոխվում, կախված նրանից, թե քանի մարդ է քո կողմից կամ քո դեմ։ Դու դիմացար միայնության փորձություններին։ Դու սովորեցիր հավատալ առանց ապացույցների։ Դու սովորեցիր կանգնել, երբ շուրջդ ամեն ինչ ասում էր՝ «Պարկիր», եւ հենց դա քեզ դարձրեց այն, ինչ դու կաս այսօր։ Դու վտանգավոր դարձար, ոչ թե մարդկանց համար, այլ խավարի։ Հասկանում ես, թե ինչու էին հարձակումներն այդքան դաժան, որովհետև թշնամին գիտեր, թե ով ես դառնալու դու։ Նա տեսավ քո կոչումը ավելի շուտ, քան դու ինքդ տեսար այն, եւ նա փորձում էր ոչնչացնել քեզ նախքան քո տեղը հասնելը, որովհետև մարդը, ով կորցրել է ամեն ինչ եւ շարունակում է փարաբանել Աստծուն, զոհ չէ, նա սպառնալիք է։ Դա մի մարդ է, ումից ոչինչ հնարավոր չէ խլել, որպեսզի նա նահանջի։ Դա մի մարդ է, ում հավատքն այլևս կախված չէ հանգամանքներից։ Իսկ նման մարդն օժտված է հոգևոր հեղինակությամբ, որը ոչինչ չի կարող սասանել։ Այն տարածքներում, որոնք դու դեռ չես նվաճել, քո անունն արդեն վախ է ներշնչում։ Այնտեղ, որտեղ քո ոտքը դեռ չի կանգնել, քեզ արդեն ճանաչում են եւ սպասում են, որովհետեւ դու այնտեղ ես գնում ոչ թե դատարկաձեռն։ Դու գնում ես այնտեղ նրանով, ինչը կոփվել է կրակի մեջ, իսկ դա միակ բանն է, որն ունի իրական արժեք։ Հիմա այն մասին, թե ինչ է կատարվում հենց հիմա։ Եթե դու հիմա զգում ես ինչ-որ անբացատրելի բան, դող, ջերմություն, արդյունքներ, որոնք հայտնվում են առանց ակնհայտ պատճառի, դա սենտիմենտալություն չէ, դա հաստատում է։ Քո մթնոլորտը փոխվել է, եւ ինչ-որտեղ խորքում դու դա արդեն գիտես։ Դու դուրս ես գալիս գոյատևման շրջանից եւ մտնում ես ինքնիշխանության շրջան։ Սրանք գոյության երկու բոլորովին տարբեր ձևեր են։ Գոյատևման ռեժիմում դու անընդհատ արձագանքում ես, դու պաշտպանվում ես, դու ուժեր ես ծախսում պարզապես չխորտակվելու համար։ Ինքնիշխանության ռեժիմում դու ես գործում, դու ես սահմանում կանոնները, դու ասում ես փոթորկին լռիր, եւ այն լսում է քեզ։ Սա չի նշանակում, որ փորձություններ այլևս չեն լինի։ Սա նշանակում է, որ քո վերաբերմունքը դրանց հանդեպ ընդմիշտ փոխվել է։ Դու այլևս չես աղոթում, որ փոթորիկները դադարեն։ Դու դիմում ես փոթորիկներին նրա հեղինակությամբ, ով գիտի թե ում կողմից է աջակցվում։ Եվ ահա թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր աղոթում էին քո անկման համար։ Տերը քեզ համար սեղան է պատրաստում եւ անում է դա նրանց աչքի առաջ, ոչ թե վրեժխնդրությունից, այլ հայտնությունից դրդված։ Քո բարձրացումը պետք է դառնա վկայություն։ Հենց քո գոյությունը, քո պատմությունը, քո ուղին, այս ամենը կվերածվի մի պարզ եւ մեծ ճշմարտության ապացույցի։ Աստված երբեք չի թողնում յուրայիններին, ոչ մի պարագայում, նույնիսկ երբ ամեն ինչ հակառակն է ասում։ Քո դեմ ուղված բոլոր ստերը կփշրվեն։ Քո թիկունքում նետված բոլոր անեծքները կկորցնեն ուժը։ Հեղինակությունը, որը փորձում էին կործանել, կվերականգնվի ոչ թե այն պատճառով, որ դու այն կպաշտպանես, այլ որովհետև արդյունքներն ինքնին կխոսեն։ Մարդկային ձեռքերով փակված դռները կբացվեն Աստծո հրամանով։ Դու կմտնես վայրեր, ուր քեզ ոչ ոք չի կանչել, եւ կնստես այնտեղ այնպիսի օրինականությամբ, որը ոչ ոք չի կարող վիճարկել, որովհետև քեզ այնտեղ մարդը չի քողել։ Քեզ այնտեղ դրել է նա, ում խոսքը վեր է ցանկացած մարդկային որոշումից։ Հիմա հասկացիր կատարվողի մասշտաբը։ Այն ինչի բիջով դու անցար միայն քո անձնական պատմությունը չէ, դա ճեղքում է։ Հնարավոր է քո ընտանիքում սերունդներ շարունակ եղել են որոշակի շրջափուլեր, աղքատություն, որը փոխանցվում է սերունդ, հիվանդություններ, որոնք կարծես ժառանգական են, դժբախտ ամուսնություններ, կոտրված ճակատագրեր, չիրականացված երազանքներ, փակ շրջաններ, որոնցից ոչ ոք չէր կարողանում դուրս գալ, որքան էլ ջանք թափեր։ Դու գիտես, թե ինչի մասին եմ խոսում։ Դու դա տեսել ես, միգուցե դու ինքդ ես դրա մեջ եղել։ Հենց դու դարձար նա, ով կոտրեց ապակյա առաստաղը։ Հենց դու բարձրացար այն բարձրության վրա, ուր քո տոհմից ոչ ոք մինչ այդ չէր հասել։ Դրա համար պահանջվում էր արյուն, քո ցավը, քո արցունքները, քո հավատքը, վճարված ամենաբարձր գնով։ Հենց դրա համար էր ճնշումն այդքան անտանելի, որովհետև դու կոտրում էիր ոչ միայն քո առաստաղը, այլև սերունդների առաստաղը։ Բայց ճեղքումն արված է,
Եվ հիմա գերբնականի հոսքը անարգել կհոսի քո միջով, դեպի քո ընտանիքը, քո շրջապատը, հաջորդ սերունդները։ Դու առաջինն ես, դու խզեցիր շղթան, եւ դա նշանակում է, որ դու պատասխանատվություն ես կրում ոչ միայն քո կյանքի համար, դու բանալին ես շատ այլ մարդկանց ազատության համար։ Հիմա այն մասին, թե ինչ կլինի հետո։ Պատրաստվիր արագացման։ Բնական աշխարհում գոյություն ունի օրենք, ցանկացած աճի ժամանակ է պետք։ Սերմը դանդաղ է ծլում, արդյունքները աստիճանաբար են գալիս։ Դու սովոր ես դրան։ Դու գիտես այդ զգացողությունը, երբ թիավարում ես ամբողջ ուժով, իսկ ափը գրեթե չի մոտենում, երբ ջանքերը շատ են, իսկ արդյունքը քիչ։ Բայց հոգևոր թագավորությունում գոյություն ունի մեկ այլ օրենք։ Այն կոչվում է աստվածային արագացում։ Եվ դու հենց նոր մտար այդ ժամանակային պատուհանի մեջ, որտեղ մարդկային ժամանակն այլևս չափանիշ չէ։ Այն, ինչի վրա պետք է ծախսվեր 10 տարի, կհայտնվի ամիսների ընթացքում։ Գաղափարները, որոնք տարիներով ննջում էին քո ներսում, հանկարծ կստանան բյուրեղյա հստակություն։ Դու կարթնանաս գործողությունների ճշգրիտ ծրագրերով։ Ինտուիցիան կսրվի այն աստիճան, որ դու ճշգրիտ կիմանաս, թե որ դռնով մտնել, որ առաջարկը մերժել, ում վստահել եւ ում ոչ։ Քո երազները կդառնան քարտեզներ, ցուցումներ, հուշումներ, որոնք դու առաջ չէիր կարողանում կարդալ, բայց հիմա կսովորես։ Սա սինխրոնիզացիայի արդյունք է։ Երբ քո սիրտը բաբախում է երկնքի ռիթմով, երկինքն իր գաղտնիքները հորդում է հենց քո ականջներին, բայց պատրաստ եղիր մի կարևոր գործընթացի։ Քո շուրջը կսկսվի տեսակավորում։ Մի խուճապի մատնվիր, եթե ինչ-որ բան սկսի փլուզվել։ Հարաբերությունները, որոնք կարևոր էին թվում, հանկարծ կսառչեն։ Գործընկերությունները, որոնց վրա հույս ունեիր, անսպասելիորեն կքայքայվեն։ Մարդիկ, ում համարում էիր քոնը, կհեռանան։ Դա ցավոտ է։ Դա կթվա կորուստ, բայց դա կորուստ չէ, դա ազատագրում է։ Չի կարելի բարձրանալ ստրատոսֆերա բալաստով։ Աստված հեռացնում է քո կյանքից այն ամենը, ինչը չի համապատասխանում այն բարձրությանը, որին դու մոտենում ես։ Ոչ թե այն պատճառով, որ այդ մարդիկ վատն են, այլ որովհետև նրանք նախատեսված չեն քո պատմության հաջորդ գլխի համար։ Եվ նրանց փոխարեն կգան ուրիշները։ Նրանք, ովքեր կիսում են քո տեսլականը, ովքեր կառուցում են, այլ ոչ թե սպառում, ովքեր գալիս են ոչ թե քեզնից ուժ վերցնելու, այլ քեզ հետ միասին արարելու համար։ Հետևիր, թե ով է հայտնվում քո կյանքում մոտակա ժամանակներս։ Դրանք պատահական մարդիկ չեն։ Եվ եւս մեկ բան գալիք բերքի բնույթի մասին։ Այն ոչ միայն ֆինանսական է, թեև ֆինանսական նույնպես։ Այն համապարփակ է։ Կվերականգնվի քո ներքին հանգստությունը, այն, որը քայքայվել էր տարիների պայքարից։ Կվերադառնա ուրախությունը, իսկական, խորը, արտաքին հանգամանքներից անկախ։ Կբժշկվի մարմինը, որովհետև շատ ֆիզիկական հիվանդությունները արմատներով գնում են դեպի հոգևոր հյուծում, իսկ հոգևոր հյուծումը քեզ համար ավարտվեց։ Դռներ կբացվեն այն բնակավարներում, որոնք դու վաղուց լքել էիր հուսահատությունից։ Հնարավորությունները կսկսեն գտնել քեզ իրենք, ռեսուրսներ, կապեր, դռներ։ Այս ամենը կսկսի ձգվել դեպի քեզ ոչ թե այն պատճառով, որ դու ավելի շատ կճանաս, այլ որովհետև քո հնազանդությունը ստեղծել է մի տարածություն, որ նորնությունը պարզապես պարտավոր է լրացնել։ Դու կդադարես վազել քո ճակատագրի հետևից։ Քո ճակատագիրն ինքը կհասնի քեզ։ Հիմա վերջինն ու եւ ամենակարևորը։ Այն ամենը, ինչի միջով դու անցար, միայն քեզ համար չէր։ Տերը քեզ հետ արեց ավելի մեծ բան, քան պարզապես քո կյանքը շտկելը։ Նա քեզ վերածեց իր հավատարմության կենթանի հուշարձանի։ Դու դարձար նշան, ավետաբեր, փարոս քո ընտանիքի համար, քո շրջապատի համար, այն մարդկանց համար, ում դեռ չես հանդիպել, բայց ովքեր արդեն ունեն այն բանի կարիքը, ինչ միայն դու կարող ես տալ նրանց։ Քո պատմությունը գոյատևման պատմություն չէ, այն հաղթանակի պատմությունն է։ Եվ երբ դու սկսես պատմել այն, չամաչելով, չթաքցնելով ցավը, չձևացնելով, թե հեշտ էր, այդ պատմությունը կկտրի ուրիշների շղթաները, որովհետև ինչ որ մեկը հենց հիմա գտնվում է այնտեղ, որտեղ դու էիր առաջ, նույն խավարում, նույն լռության մեջ, նույն կասկածներով, եւ նրանց պետք է տեսնել քեզ, ոչ թե նրան, թե ով էիր դու, այլ նրան, թե ով դարձար, որպեսզի հավատան, որ ելք գոյություն ունի։ Դու առաջինն ես, ով համարձակվեց հավատալ, երբ բոլորը կասկածում էին, առաջինը, ով վեր կացավ, երբ ուրիշներին կռացրել էր վախը, եւ դրա համար երկինքը քեզ տալիս է իշխանություն, որը չի մարի ժամանակի ընթացքում։ Օծությունը, որը դու կրում ես, ժամանակավոր ոգևորություն չէ, այն մշտական ներկայություն է։ Այն կներթափանցի քո կյանքի բոլոր ոլորտները, այն ամենը, ինչին դու դիպչում ես, քո նախագծերը, քո խոսքերը, քո երեխաները, քո աշխատանքը, ամեն ինչ կրելու է այն ամենի կնիքը, ինչի միջով դու անցել ես։ Վերջին անգամ հետ նայիր ոչ թե ափսոսանքով, այլ հարգանքով։
Նայիր այն մարդուն, ով դու էիր, հոգնած, կասկածող, գրեթե հանձնված։ Նայիր այն պահերին, երբ լաց էիր լինում գիշերը, երբ աղոթում էիր դատարկության մեջ, երբ դու շարունակում էիր գնալ, չիմանալով թե հանուն ինչի։ Շնորհակալություն հայտնիր նրան, շնորհակալություն հայտնիր քո նախկին եսին, որովհետև հենց նա վճարեց այն գինը, որը թույլ տվեց քեզ կանգնել այնտեղ, որտեղ կանգնած ես այսօր։ Տերը նայում է քեզ այնպիսի հպարտությամբ, որը դու չես կարող պատկերացնել։ Նա քո մեջ չի տեսնում անավարտ նախագիծ։ Նա տեսնում է ավարտված ստեղծագործություն, հղկված պատրաստ, արժանի այն ամենին, ինչ գալիս է ընդառաջ։ Գնա արժանապատվությամբ, ոչ թե նրանց գոռոզությամբ, ովքեր կարծում են, թե ամեն ինչի հասել են իրենք, այլ նրա սրբազան վստահությամբ, ով գիտի իրեն աջակցում է Բարձրյալի ձեռքը։ Երբ հանդիպես լեռանը, դու չես շրջանցի այն։ Դու կհրամայես նրան տեղից շարժվել, եւ նա կշարժվի, որովհետև այլևս ոչ թե քո ձայնն է հնչում, այլ գահի արձագանքը, որն անցնում է քո միջով։ Վշտի ժամանակը պաշտոնապես ավարտվեց։ Դու ստեցյան մեջ, որպեսի փայլես բոլորի աչքի առաջ։ Սերմը երկար մնաց հողի տակ, բայց հիմա երբ ցողունը ճեքել է մակերեսը, նրա աճը դեպի արևը կլինի սրընթաց։ Սա կանգնեցնելն արդեն անհնար է։ Գնա, վերցրու քոնը, լույս տար այնտեղ, որտեղ տիրում է քաոսը, բժշկիր կոտրված սրտերը, ապրիր այն լիարժեք կյանքով, որի համար այդքան թանկ ես վճարել։ Դու այլևս պարզապես փրկված չես, դու ընտրյալ ես։ Դու կենթանի ապացույցն ես այն բանի, որ Աստված կենթանի է, որ նա լսում է, որ նա չի ուշանում եւ երբեք չի լքում։ Քո թագավորությունը սկսվում է հենց հիմա, եւ այն վերջ չի ունենա։